Բարև ձեզ, պարոն Ղազարյան։ Բարև ձեզ։ Պարոն Ղազարյան, նախորդին մեծ այսպես հարցազրույց ասուլիս տեղի ունեցավ Սամվել Կարապետյանի հետ, ձեր ընդհանուր ուղենիշային առաջնահերթությունները բարձրաձայնվեցին, ամեն դեպքում տեսանք, որ հենց դրան հաջորդեցին իշխանությունների անհամաչափ այսպես գուցե արձագանքը տեղ-տեղ նույնիսկ ընտանիքին վիրավորանքներ հասցնելով եւ սպառնալիքները։ Այս պայմաններում, երբ իշխանությունը, որի ձեռքին կա վարչական ռեսուրս, որը այսպես հաթաթաներով է ձեզ վախեցնում, որքանով եք իրատեսական գնահատում ձեր հաղթանակի հնարավորությունը, տեսանք, որ Սամվել Կարապետյանը չէր կասկածում։ Ճիշտ ասած, ես էլ չեմ կասկածում եւ վաղուց չեմ կասկածում, իսկ իշխանությունների նյարդային պահվածքը եւս մեկ ապացույց է, որ այդպես էլ լինելու է, ինչ վերաբերում է ձեր ասած վիրավորանքներին, գիտեք, մակարդակի խնդիր է։ Ես շատ ցավում եմ, որ այսօր Հայաստանի Հանրապետությունը ղեկավարում է մի փոքրիկ խմբակ, որը չունի ուղղակի այդ մակարդակը, այսինքն քաղաքական ճիշտ բանավեճի առարկայական, որովհետեւ ժողովրդին էլ պարզ լինի ինչ է, իրենք երկու խնդիր են լուծում, մեկ իրենց այսպես ասած նյարդային վիճակն են փորձում բացատրել, չնայած դա արդեն պարզ է բոլորի համար, երկրորդը վախի մթնոլորտ սերմանել։ Հավատացած եղեք, որ մենք այդ մակարդակի չենք իջնելու, մեկ-երկու փոքր հումորային շատ գեղեցիկ բնորոշումներ, որ պարոն Կարապետյանը տվեց, շատ ճիշտ էր, բայց իրենց մակարդակին չենք պատրաստվում իջնել։ Պարոն Ղազարյան, նաև լրացնեմ, կառավարության նիստից հետո Նիկոլ Փաշինյանը ասաց, որ իրենց առաջ, կուսակցության առաջ նպատակ են դրել եւ դա իրենց ծրագիրն է, թույլ չեն տալու, որ նաև ձեր կուսակցությունը նույնիսկ խորհրդարան անցնելու շեմը հաղթահարի եւ կարողանա ընտրություններին այդքան տոկոս ձայն հավաքել եւ երկրորդ հարցն եմ խնդրում, սնկերի հետ կապված Փաշինյանը հայտարարեց, որ պատրաստվում է դատի տալ Սամվել Կարապետյանին։ Նախազգուշացված չէ Սամվել Կարապետյանը, որ այդպիսի վտանգավոր հայտարարություններ չանի, ի վերջո նախընտրական շրջան է։ Նախ առաջինը ես չեմ պատկերացնում այդ թույլ չտալը իրենց իսկ հռչակած ժողովրդավարական բաստիոնում ոնց կարող է իշխանությունը թույլ տալ կամ չտալ մի բան, որը իրենից կախված չի։ Այսինքն այս պայից հայտարարում է, որ ժողովրդի քվեն գողացվելու է, թող փորձի։ Դե մարդկանց ինչքան ժամանակ է արդեն Սամվել Կարապետյանի հայտարարության օրվանից մարդկանց համոզում է, բայց ամենաանկեղծ եւ ամենաճիշտ հաշվարկներով դա իր համար չի ստացվում ամենայն դեպս, ինչ վերաբերում է սնկերին, անկեղծ ասած, պարոն Կարապետյանը հայտարարեց մի բան, որը թերևս բոլորն են կասկածում։ Ուղղակի չգիտեին սունկ է, թե այլ միջոցներ է, ըստ որի այսպես փոքրիկ խմբակը ընկնում է հոգեխանգարմունքի մեջ, այնպես որ ես ոչ մի բանի վրա չեմ զարմանում, իրենց գործելավոճն է, իրենց մակարդակն է, թող փորձեն, անկեղծ ասում եմ ձեզ, այնքան վստահ ենք, որ մեզ տված քվեն հատ առ հատ պաշտպանելու ենք։ Այնուամենայնիվ դատական գործեր միգուցե հարուցվեն տարբեր այսպիսի արտահայտություններով, պատրաստ եք անցնել դրա միջով եւ ինչ եք ձեռնարկելու, այսինքն ռետորաբանության թուլացում ընդհանուր առմամբ պատրաստվում եք այս ֆոնին։ Հիմա ոնց եք պատկերացնում, եթե մի թիմ, մի քաղաքական ուժ, որը չի վախենում կալանավորվելուց, ինչպես կարող է վախենալ դատական քաղաքացիական հայցերից։ Այդպիսի խնդիր չկա, չբացեմ այսպես մարտավարական միջոցները, բայց ես գոնե մի միջոց գիտեմ, որով կարող է հիմնավորվել Սամվել Կարապետյանի ասած։ Բայց օրինակ Հալիձորում կուշտ եք, բայց ձեր Հալիձորում օրինակ այլ հարակից մանկապարտեզներում հավելագրումները հեծի ձեր տնօրինության օրոք այդ կուշտ լինելու շարքից են։ Իմիջայլոց փոքրիկ խմբակի ղեկավար ես էլ որևորդ անգամ ես ուզում եմ, որ մեր ժողովուրդը ուշադիր լինի, արդեն ըստ ինձ հանցակազմ պարունակող արարքներ է գործում, ինչի համար ձեզ ասեմ, որովհետև կասկածի տակ է դնում դատարանի որոշումը։ Վարչական դատարանը համենայն դեպս առաջին ատյանի հստակ արձանագրել է, որ հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի որոշումը այդ կետով զրկել հեծին լիցենզիայից իրավաչափ չէ եւ չի ապացուցվել։ Ոչ միայն հերքում ենք, դա դատարանն է հերքել, իսկ դատարանի որոշումը այսպես
կառավարության ղեկավարի կասկածի տակ դնելը համոզված եմ, որ հանցակազմ պարունակող արարք է նաև։ Հասկանում եք, ուր ենք հասել։ Կոնկրետ դատարանի որոշումը, ասում եմ համենայն դեպս առաջին ատյանի, քանի չկա այլ որոշում, չի կարելի խոսել դրա մասին, համոզված եմ նաև կլինի վերջնական որոշում։ Այնտեղ 6 կետ էր։ Կետերից մեկը հավելագրումների մասն էր, որը դատարանը ապացուցված չի համարել։ Հիմա նորից կրկնում եմ, եթե ունեցել ենք 2000-ից ավել նյութական պատասխանատու, անհատ, անձինք։ Հիմա դա նույն բանն է, անկեղծ ձեզ ասում եմ, որ մեղադրել սեփականատիրոջը ինչ-որ մի համայնքում ինչ-որ մեկի կողմից կատարված հավելագրմանը, դա նույն բանն է, որ օրինակ ինչ-որ մի հատ պետական մարմնի հասարակ աշխատող կաշառքի վրա բռնվի, փոքրիկ խմբակի ղեկավարին մեղադրեն կաշառակերության մեջ։ Նույն բանն է, ուղղակի գիտեք ոնց խափում է, պարզ, սուտ է խոսում։ Պարոն Հազինյան, եւ տեղեկություններ կար, որ կառավարությունը հետցին 350,000 դոլար է առաջարկել վաճառելու համար, Նարեկ Կարապետյանը այս հարցան պատասխան տվեց, չմեկնաբանեց, արդյոք սա ճիշտ է եւ ինչ է պատրաստվում անել քննարկումը այս հարցը թերթի։ Ճիշտ ասած, այդ համապատասխան փաստաթուղթը ինձ էլ են ասել, որ արդեն լրագրողների ձեռքում է, լրատվամիջոցներից մեկը։ Լրատվամիջոցներից մեկը մենք չենք ցանկանում դա հրապարակել, հաշվի առնելով շատ հանգամանքներ, բայց հաշվի առնելով թուղթը հրապարակված է, ուղղակի հերթական անգամ պետության վերաբերմունքն է մասնավորի բիզնեսի նկատմամբ։ Նարեկ Կարապետյանը շատ ճիշտ է անում, որ չի անդրադառնում այդ թեմային, ինչի համար, որովհետև ինչպես բազմիցս ես նշել եմ, Սամվել Կարապետյանը բացարձակ խնդիր չունի իր ունեցվածքը պաշտպանելու, տեսնելով երկիրը ուր է գնում եւ ինչ վիճակում, այստեղ խոսել հեծի կամ իր կորցրած կամ բանակցությունների մասին կարծում եմ ճիշտ չի։ Իհարկե ոչ, այդ առաջարկը որ մի բանական կամ տրամաբանություն ունեցող մարդը կարող է ընդունել։ Ընդհակառակը այդ ներկայացնողին պետք է, այսպես ասած, ուղարկել համապատասխան մասնագետի մոտ։ Պարոն Հազինյան, հարցը մի փոքր կիսատ մնաց։ Կարող եք հստակեցնել այդ մեկ միջոցը, որով կարելի է այդ ձեր ասած հարցին լուծում տալ։ Այսինքն դա տեսք հանձնում, պարոն Հազինյան, կարող եք հստակեցնել ինչ նկատի ունեք։ Դուք ասացիք։ Բայց դա նկատի ունեք։ Դուք ասացիք։ Դա այդպիսի Օրինակ, թունավոր սնկեր։ Չեմ կարող ասել, ես խոսքը սնկի մասին չի, ես հոգեվիճակի մասին եմ խոսում, որը հավատացած եղեք ունենք համապատասխան մասնագետներ։ Ինչի չեք ուզի կրկնել, ոնց կարող է պատահի, կներեք 1000 անգամ, չեմ ուզում իջնել այդ մակարդակին, բայց ինչ անշնքում, եթե չեմ սխալվում, իրավական ձևով դատարանում ուտացնել եւ այլ։ Լավ էս երկիրը ընդհանրապես իրավապահ համակարգ չունի կամ իրենք իրենց կողքը գոնե առաջի իրավաբանական ֆակուլտետի առաջի կուրսի ուսանողի գիտելիքներ չունեն, որպեսզի հուշեն համապատասխան անձին, որ այդպիսի իրավական ընթացակարգ գոյություն չունի։ Այսինքն այդ հայտարարություններին անդրադառնալը մեզ պատվից ցածր է, հավատացեք։ Խոսույթով է քարոզարշավը մեկնարկում, այսինքն ոչ թե առաջարկներով ինչ-որ քաղաքացիներին, այլ փոխադարձ այսպես վիրավորանքները։ Փոխադարձ վիրավորանք որպես մեր կողմից ամենայն դեպս վիրավորանք չկա, ասեմ ինչի համար, մենք փորձում ենք հաստել, ինչ որ տեղի ունենում, որովհետև համոզված եղեք, որ այդ մարդու վարքագիծը, ոնց ասեմ, շատ դեպքերում նորմալ չի։ Այսինքն վերջին հաշվով երկրի ղեկավարը, հիմա մեր ուժի ղեկավարը փորձում է հասկանալ, թե դա այսպես ասած ինչից է գալիս ու կարծում եմ, որ մեր ժողովրդին էլ դա պետք է հետաքրի, կարծում եմ ժամանակը գա եւ ամեն ինչ բաց կլինի։ Թող դիմեն։ Համեցեք։ Ես կարող արդեն ասել եք մոտեցա, հեծի գնի հետ կապված ուզում էի հարցնել, իսկապես այդ գիններ առաջարկվել ընկերությանը, որի մասին Դե այդ նամակը արդեն ձեր ձեռքում կար, չէ՞։ Հա, եւ պատճառը, որ չէիք համաձայնել հենց այսպես ասեմ, մենք անդրադառնական լինեն ներես։ Բնականաբար նաև պատճառներից մեկն էր, բայց այսօր հեծին չանդրադառնալ ունի մի նպատակ։
հաշվի առնելով երկրում տիրող վիճակը, հաշվի առնելով մեր պետության արժև այսպես ծառացած մարտահրավերները, այսօր հեծի մասին խոսալ հավատացեք ճիշտ։ Լավ, քարոզարշավի մեկնարկը այսօր արդեն պաշտոնապես տրվեց։ Մի քիչ կմանրամասնեք, ինչ ձևաչափով է ընթանալու, ինչ եք առաջին հերթին փորձելու ընտրողներին հասցնել, որն է ձեր գլխավոր, նկատի ունեմ գլխավոր խնդիրը, որ բացի այդ բանավեճերից նաև, չգիտեմ, ծրագրեր եւ այլն կարողանաք տեղ հասցնել, ինչ մոտեցմամբ եք։ Մեկնարկը այսպես ասած տրվեց 3 ձեր օգնությամբ, հաշվի առնելով, որ բոլորը ներկա եք պարոն Կարապետյանի ասուլիսին, չէ, որերը կա տրվել, մի հատ էլ դրա համար թող դատը տան։ Ինչ առումով եմ ասում 3 մեկնարկը տրվեց, հաշվի առնելով, որ առաջի անգամ պարոն Կարապետյանը հնարավորություն ունեցավ, ցանկություն միշտ ուներ, բայց հնարավորություն ունեցավ այդ ձևաչափով։ Եվ եթե զգացել եք, այսպես բոլորս մեզ հետ անկեղծ պետք է, եթե զգացել եք շատ զգույշ եւ շատ ճիշտ էր խոսում, այսինքն ասում էր բաներ, որ հիշում եք շեշտում էր 5 տարի հետո գա կհարցնեք, կտեսնենք։ Ես կարծում եմ, որ դա ոչ մեկ թող չնեղանա, բայց դա շատ նոր ձևաչափ է խոսել 100% ճիշտ, այսինքն չասել պոպուլիստական կամ քաղաքական ինչ-որ բան, ինչպես նշում են քաղաքականության մեջ այդպիսի բաներ որոշակի չափով թույլատրելի է, բայց մեր ուժը եւ իր ղեկավարը ասում է այնպիսի բաներ, որոնք 100% կատարվող են եւ կատարվելու են։ Ինչ վերաբերում է ընթացքին, Աստված մեզ հետ, մենք այսպես ասած հավատքով դեպի Աստված, հավատքով դեպի մեր ժողովուրդը գնում ենք առաջ եւ համոզված ենք, որ չգիտեմ արդեն որ բառն ասենք, որ ճիշտ լինի։ Լինելու է ուժեղ Հայաստան։